Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակ։ Էրդողանը որոշել է ով է հայոց հաջորդ կաթողիկոսը։ Թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցներից Այդինլիքը և Սոսկունը դեկտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել նշելով Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, նաև նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ Այդինլիքը մասնավորապես գրում է. Ով կդառնա ամենայն հայոց կաթողիկոսը, ում է աջակցում Անկարան։ Ահա վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, սակայն գլխավոր հարցը մնում է ով կնշանակվի։ Այժմ ըստ Քյուրիեի աղբյուրների այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում։ 5 միլիոն հետևորդ ունեցող թուրքական լրատվամիջոցը շարունակում է. Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Թայիփ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է հայ եկեղեցու առաջնորդ։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։ Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից, ցեղասպանության քարոզչությունից։ Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անտիլիասի հայ առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից, որ թեկնածուն էլ հաղթի Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի։ Իր տեղեկություններն է փոխանցում թուրքական լրատվականը։ Իսկ ահա թուրքական մյուս մեծ լրատվականը Սոսկունը փոխանցում է. Կաթողիկոսական շփոթ։ Միակ կառույցը, որը Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, հայ առաքելական եկեղեցին է։ Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղ։ Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է։ Անկարան և Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը։ Ովքեր են թեկնածուները։ Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն Թուրքիան որոշել է մեկ թեկնածվի շուրջ։ Նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են հայ առաքելական եկեղեցու Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը։ Ըստ տեղեկությունների Սահակ պատրիարքը հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը։ Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Այս իրավիճակը արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը։ Երբ այս գործընթացն ավարտվի Հայաստանում, քաղաքական և սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով։ Նշվում է Սոսկունի հոդվածում։